Սննդային բուրգ հասկացությունը յուրաքանչյուր սննդային խմբի օգտագործման չափաբաժինների համակարգի հաստատված Միացյալ Նահանգների կառավարության կողմից։ Բնաբուժությունը այսօր աշխարհում կիրառվող ամենաառաջատար ճյուղերից մեկն է։ Միջազգային ճանաչում գտած գիտնական եվրոպական համալսարաններին վերապատրաստված ամերիկյան Աշվերթ համալսարանի շրջանավարտ, ամերիկյան սննդագիտ խորհրդատուների ասոցիացիա եւ ամերիկյան մեղվաբույծ բնաբույսների միության անդամ, սննդագիտության պրոֆեսիոնալ մասնագետ կենսաբանական գիտությունների դոկտոր Անահիտ Հովհաննիսյանի վաստակը այս բնագավառում անփոխարինելի է։ Մոտ 30 տարի ես արդեն սննդագիտության բնագավառում եմ եւ ունեմ իմ շատ կարեւոր եւ փոքրիկ կարող եմ այսպես ասել նաեւ լուման այս գիտության զարգացման գործում։ Քաղաքակիրթ սնունդը իր կործանարար ազդեցությունն է թողնում մեր օրգանիզմի վրա, հիմք հանդիսանալով բազում հիվանդությունների։ Մեզ կարող են դիմել հատկապես մարդիկ, որոնք ունեն մազաթափություն։ Մազաթափությունը միմիայն օրգանիզմից եկող ներքին հիվանդություն է եւ նրա հիմնական պատճառը այն բոլոր հանքանյութերի պակասի մեջ է, որը օրգանիզմը սննդի հետ չի ստանում։ Եվ մազաթափությունները, եւ դեմքի մաշկի բորբոքումները, եւ ընդհանուր մաշկային հիվանդությունները, եւ առաջացած ալերգիաները տարբեր, եւ բոլոր ուրեմն ստամոքսաղիքային հիվանդությունները։ Դա կլինի եւ բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտները եւ ստամոքսաբորբերը, ինչպես նաեւ ցածր թթվայնությամբ ուղեկցվող ուրեմն բոլոր հիվանդությունները, նույնպես նաեւ ստամոքսաղիքային տրակտի եւ ուրեմն աղիքային հիվանդությունները, կոլիտները, էնտերոկոլիտները, բոլոր ուրեմն լյարդի եւ լեղուղիների հետ կապված հիվանդություն ունեցողները, այն մարդիկ, որոնք ունեն շաքարային դիաբետ, որքան կարեւոր է շաքարային դիաբետ ունեցող մարդուն նրա ճիշտ սննդակարգը, այո, բոլոր մեզ դիմաց հիվանդների մեծ մասը արդեն եթե տարիներով ունեն այս հիվանդությունը, նրանք կարողանում են պակասեցնել դեղաչափը, ինչու որովհետև մենք զուգակցում ենք ճիշտ սնունդը եւ բնական միջոցներ, որով կարողանում ենք օգնել ենթաստամոքսային գեղձի բջիջներին որոշ չափով ուրեմն ակտիվանալու եւ աշխատելու։ Իսկ որքան կարեւոր է այո արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար թե ինչպիսի սնունդ նրանք պետք է կարողանան ունենալ օրեկան իրենց սննդակարգում, որքան աղը պետք է չափավորեն, ինչքան քանակով ջուր պետք է օգտագործեն, շատ կարևոր է նաև երիկամի հիվանդություններ ունեցող մարդկանց համար ճիշտ սնունդը, հատկապես լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդիկ, թե որ տեսակի քարը կամ ինչպիսի հանքային փոխանակությունն է նրանց օրգանիզմում խախտված։ Գիրության խնդիրը մշտապես առկա երևույթ է, որի կարգավորման հարցում եւս բնաբուժությունը վճռորոշ դեր է խաղում, օգնելով սնվելով նիհարել առանց ավելորդ զրկանքների եւ դիետաների։ Հաճախ նշում եմ իմ այցելուները նույնպես գիտեն եւ կարող են վկայել բազմաթիվ մարդիկ, որոնք դիմել են մեզ եւ նիհարել են այո ճիշտ սննդով։ Պետք է նիհարել բոլոր սննդային խմբերը պահպանելով։ Տարիներ ի վեր շատ սխալ տեսակետներ կան, որ պետք է ինչ-որ բացառել այս կամ այն սննդի մեջ եղած կարևոր նյութերը կամ պրոթեինները կամ ածխաջրատները, սրանք բացառելով այո օրգանիզմին մենք հասցնում ենք շատ վատ իրավիճակի մեջ, բերում ենք արդեն ջրազրկման օրգանիզմի, բերում ենք այն կարևոր ուրեմն խմբերի բացակայության, որը անհրաժեշտ են օրգանիզմում բոլոր կենսական, կենսաբանական պրոցեսների կատարման համար։ Բոլորովին կարիք չկա բացառել այս կամ այն խումբը։ Այո, նիհարում են մարդիկ ճիշտ սննդով, կազմում ենք նրանց համար սննդակարգերը, կազմում են նրանց համար ճիշտ դայետները, թե ինչպես նրանք պետք է սնվեն։ Բժշկության մեջ լայնորեն ընդունված հետազոտման ամենաարդյունավետ միջոց է հանդիսանում մազի թեստը։ Մազի թեստը ժամանակակից սննդագիտության մեջ շատ կարևոր մի հետազոտություն է, որը այո զուտ սննդագիտական հետազոտություն է, կատարելով մազի քննությունը կարողանում ենք ողջել տվյալ անհատի մոտ թե ինչպիսի հանքային նյութերի եւ ինչպիսի տոքսիկ, այսինքն շատ թունավոր եւ ծանր մետաղների քանակ կա օրգանիզմում։ Շատ հայտնի է գիտությանը, որ այո հիմնականում այդ տոքսիկ մետաղները, այդ ծանր մետաղների թունավորվածությունն է օրգանիզմում բերում արդեն շատ բարդ հիվանդությունների, անբուժելի հիվանդությունների եւ նույնիսկ ընդհուպ մինչեւ քաղցկեղի, բայց ստուգելով, կանխավ կատարելով այս քննությունը մենք կարողանում ենք հայտնաբերել այս ծանր մետաղների քանակը, կատարել մաքրումները միայն բնական ճիշտ միջոցներով եւ իհարկե արդեն այն բոլոր հանքային նյութերի պակասը կամ ավելցուկը, որը նույնպես հիվանդությունների առաջացման նախապայման է հանդիսանում։ Դոկտոր Հովհաննիսյանը իբրև սննդագետ ներառված է Regal բժշկական խմբի մեջ, ըստ որի բժիշկները ապահովագրության առկայությամբ հիվանդներին ուղեգրով կարող են ուղարկել սննդագետ Անահիտ Հովհաննիսյանի մոտ։ Սննդագետ Անահիտ Հովհաննիսյանը պատրաստ է համագործակցության նաև այլ բժիշկների հետ։ Իմ կոչը եւ իմ խորհուրդը իմ ժողովրդին միակն է, պետք է սնվել ճիշտ, պահպանել առողջությունը եւ կանխարգելել հիվանդությունների առաջացումը։ Սուսանա Մակարյան, Էդուարդ Բատունց, ERT-Շանթ, Կալիֆոռնիա։